Սիրելի երևանցիներ, այս տարի նույնպես կենսապահովման ոլորտում ծրագրված են մեծածավալ աշխատանքներ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւ ջրամատակարարման, եւ գազի, եւ էլեկտրամատակարարման ոլորտում, գոյուղագծերի հիմնանորոգման առումով ունենք ահռելի ծավալի աշխատանքներ։ Եվ այս աշխատանքները նաեւ բերում են իրենց հետ մեծ խնդիրներ քաղաքում, տարբեր հատվածներում իրականացվող շինարարական աշխատանքները ստեղծում են խցանումներ, բայց կարծում եմ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար են արվում այս աշխատանքները, որովհետև միշտ չի, որ պարզ է, թե այս ծավալի աշխատանքը ինչ արդյունք ունի։ Օրինակ, էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում իրականացվող աշխատանքները ուղղված են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարձրացմանը եւ մասնավորապես շատ կոնկրետ ասենք էլեկտրաէներգիայի անջատումների քանակի առհասարակ նվազեցման։ Հիմնական աշխատանքները, որոնք որ արվում են այդ ոլորտում ուղղված են հենց դրան, այսինքն այդ խափանումներից արդեն բազմաթիվ դարձած այդ խափանումներից զերծ մնալու համար։ Գոյուղիների մասով վստահաբար բոլոր այն վարչական շրջաններում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ այս աշխատանքը իրականացվել է, մարդիկ գիտեն, հասկանում են ինչի մասին է խոսքը եւ այս աշխատանքները շարունակվում են։ Ունենք ջրամատակարարման ոլորտում ահռելի ծավալի աշխատանքներ, որոնք որ պետք է տարիներ առաջ արված լինեին, արվում են հիմա, արվում են մեծ ծավալով եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր որ ներգրաված են, որովհետեւ մենք միասին ենք սկսել անցնել այս ճանապարհը եւ ես ուզում եմ ձեզ բոլորիդ հատուկ շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Երևան քաղաքում իրականացված այս ծավալի աշխատանքների համար, բայց այստեղ չմոռանանք նաև հավաքանու կողմից սահմանված կանոնների մասին, որոնք որ պետք է զուգորդվեն այս աշխատանքների իրականացման ժամանակ եւ մասնավորապես այս աշխատանքների իրականացման ժամանակ պատշաճ կահավորման, աշխատանքների հավաքանու որոշմանը համապատասխան իրականացման վերահսկողության մասով եւ այստեղ շատ մեծ դեր ունեն վարչական շրջանները, այս վերահսկողության հատվածը ձեզ վրա է դրված եւ կարծում եմ մեր ջրային պետական կոմիտեի գործընկերների հետ պետք է հատուկ զրույց ունենալ այս թեմայի վերաբերյալ, որովհետև մեր բոլոր մյուս գործընկերները շատ լավ արդեն կանոններից տեղյակ են, այդ կանոններով անում են այդ աշխատանքները, պատշաճ կահավորումը տեսնում ենք, բայց քանի որ ունենք նաև նոր գործընկեր, ով Երևան քաղաքում նմանատիպ աշխատանքներ պետք է իրականացնի, այդ կանոնները հստակ իրենց հետ քննարկել, բացատրել, որպեսզի խնդիրներ չունենանք ընթացքում, պարոն Արոյան, ես հուսով եմ դուք կապահովեք այդ հատվածը։ Եվ այս աշխատանքներում նաև ասում եմ, իհարկե ստեղծելու են շատ անհարմարություններ, բայց տասնամյակների համար Երևան քաղաքի համար ենթակառուցվածք է ստեղծվում։